Իսրայելը ներսից քայքայող կառավարությունը չի կարող հաղթել արտաքին թշնամուն։ Իսրայելի քաղաքական շրջանակներում սկսել են մեղադրել Բենյամին Նեթանյահուին։ Ներկա վարչապետը չի մասնակցել Միացյալ Նահանգների եւ Իրանի հրադադարի համաձայնագրի շուրջ քննարկումներին, չի նշել պայմաններ, ավելին ուշացումով միացել է երկրի համար ոչ շահեկան համաձայնագրին։ Իսրայելը դուրս մղվեց փաստացի որևէ բանակցային գործընթացից, հիմա հրադադարի, խաղաղության կամ պատերազմի որոշումը արդեն ընդունվում է առանց Իսրայել, երբ որ պատերազմի որոշումը Միացյալ Նահանգների կողմից ընդունվել է Իսրայելի հետ։ Նեթանյահուն կրել է քաղաքական եւ ռազմավարական ձախողում, չի հասել ոչ մի նպատակի, որ ինքն իր առջև էր դրել, գրել է Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը։ Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի ապագայի վերաբերյալ։ Պատերազմի նպատակները հստակ էին՝ Իրանի միջուկային ծրագրի լիակատար եւ մշտական ապամոնտաժումը։ Այս նպատակները չեն իրականացվել։ Ձախողումը Իսրայելին կկանգնեցնի ավելի վրեժ խնդիր եւ վճռական Իրանի առջև։ Իսկ այս ամենի փոխարեն Միացյալ Նահանգները եւ Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր, որում Իրանը պահանջում է ուրանի հարստացման ճանաչում, առաջնային ու երկրորդային պատժամիջոցների վերացում։ Սա ոչ միայն Բենեթի զայրույթն է առաջ բերել։ Իսրայելի ընդդիմության առաջնորդ ու նախկին վարչապետ Յայիր Լապիդն է կոշտ քննադատել ներկա վարչապետին։ Իսրայելն անգամ սեղանի շուրջը չէր, երբ Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության էին գալիս։ Մեզնից տարիներ կպահանջվեն ուղղելու համար այն քաղաքական եւ ռազմավարական վնասը, որ հասցրել է Նեթանյահուն իր սնափառության, անփութության եւ ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով։ Նեթանյահուի հասցեին հնչող այս քննադատությունների պատճառները շատ ավելի խոր ու ներքաղաքական են։ Դատական գործեր, կոռուպցիոն սխեմաներ, ինչին գումարվեց նաև Իրանի դեմ պատերազմն ու Պակիստանի միջնորդությունը։ Առջևում ընտրություններ են եւ ընդդիմությունը բաց չի թողնում իշխող ուժին քննադատելու ոչ մի առիթ։ Շատերն էին պնդում, որ պատերազմը Նեթանյահուին անհրաժեշտ է իշխանության մնալու համար, ինչպես նաև իր հետ կապված դատական գործերը այսպես հետաձգելու կամ չեղարկելու համար։ Ընդդիմության մեջ կա մտավախություն, որ հնարավոր հաջողությունները նաև կարող են առաջացնել Նեթանյահուի իշխանության այսպես ամրապնդում եւ ավելի երկարատև իշխանության վարում, ինչը բնականաբար նախընտրելի չէ օպոնենտների համար։ Կոնֆլիկտային այս իրավիճակում գործող ղեկավարի հրաժարականը քիչ հավանական է, պնդում է քաղաքագետը։ Արտաքին եւ ներքին քաղաքականության տեսանկյունից Իսրայելի քաղաքական էլիտայի դիրքորոշումներում որևէ տարբերություն չկա, անկախ քաղաքական հայացքներից։ Բուրգի գագաթին երկրի անվտանգությունն ու շահերն են։ Այն ինչ որ անում է Նեթանյահուն, ես կարծում եմ այդ գիծը պահպանվելու է եւ շարունակվելու է, անկախ նրանից թե այսօր որ հարցերում են քննադատում Նեթանյահուին։ Այն պահին, երբ իշխանություն կփոխվի, այդ պահին ես կարծում եմ նոր իշխանությունը կշարունակի այն գիծը, որը այսօր վարում է Նեթանյահուն։ Ի վերջո, Իսրայելում այս պահին հակամարտությունը միայն արտաքին ճակատում չէ, պայքարը ներխուժել է երկրի սահմաններից ներս։ Քաղաքական ընդդիմության կողմից հնչող մեկնաբանությունները, թե փաստացի ձախողումը ներկայացվում է աղետալի արդյունքների կոմպենսացում, իշխանության կողմից հերթական անգամ աթոռը պահելու փորձ է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։